Փաշինյանը եւս մեկ անգամ անդրադարձավ Արցախին, ակնհայտ է իր վերաբերմունքը Արցախի նկատմամբ, ասում վերջերս էլ թիրախավորեց մի արցախցի կնոջ, նրան անվանելով Արցախից փախած, նախ որպես կին, ապա հետո քաղաքական գործիչ, ձեր արձագանքը այդ դեպքին։ Գիտեք, նախ որպես կին Արմինեին Մոսյան, կարելի ասել իմ աչքի առաջ դպրոցը ավարտած, պատանեկությունը անցած, այնուհետև արդեն ընտանիքի որպես մայր, դա այն յուրահատուկ ընտանիքներից է, Արմինեի ընտանիքը, որոնց ամբողջ Արցախը ճանաչում է։ Բոլորը գիտեն, եւ Արմինեի ընտանիքը իր մոր այդքան 30 տարիների այդ գլուխը բարձր պահած իր հերոսի զավակներին մեծացնելը, դա տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, ու մենք իրականում Արմինեն այն հավաքական կերպարն է, ոչ միայն արցախցու, ես այս պարագայում չեմ ուզում առանձնացնել, այլ ընդհանրապես արժանապատիվ հայի կնոջ կերպարն է։ Եվ ի դժբախտություն այդ անձի, ով փորձեց այդ որակումները տալ իհարկե Արմինեին, ինքը հաշվարկները լավ չէր արել։ Այս մի անգամ իր թիմը բաց էր թողել ուղղակի այն նախապես ճշտելու, ում պիտի մոտենան իրեն շոուն, ոնց պիտի կազմակերպեն, եւ այս պարագայում ինքը պարտվեց ամբողջովին, պարտվեց որպես տղամարդ, որպես երկրի ղեկավար, ու կարելի է շարքը իհարկե ավելի երկար թվարկել։ Որպես կին ես հպարտ եմ, որ կան Արմինեի ու տեսնում են, հայազգը տեսնում է Արմինեի նման կանանց, որովհետև իրականում Արմինեի տեսակն է, որ 90-ականներին, այդ տեսակի շնորհիվ է, որ 90-ականներին մեր հայրերը, եղբայրները իրականում հաղթանակ են գրանցել, որովհետև իրենք գիտեին իրենց ամուր ու պինդ թիկունքը։ Արմինեի մայրը իդեպ երրորդ զավակը դեռ չծնված իր ամուսինը զոհվել է, եւ ի պատիվ ամուսնու նաեւ անվանակոչել է այնուհետև իր որդուն հենց ամուսնու անունով, այսինքն սա բացառիկ այն տեսակն է, որը իր մեջ ամփոփում է թե արցախյան այդ ժամանակահատվածի ողբերգությունը, դրա հետ միաժամանակ այդ հպարտությունը, այդ ողբերգության մեջ այդ հպարտությունը, այնպես որ այստեղ նույնիսկ, չգիտեմ, քննարկելու, այստեղ բացարձակ են իրավիճակներ, երբ հեքիաթի, հայտնի հեքիաթի հերոսի նման պիտի բոլորը բղավեին, թագավորը մերկ է, եւ դա վերաբերվում է երկրի վարչապետին։ Հակոբյան Փաշինյանն ասում է, եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու, ինչ պատերազմի մասին խոսում, ու առհասարակ հիմա մենք պատերազմի վտանգ ունենք։ Նայեք, դա ուղիղ ահաբեկչություն է սեփական ժողովրդի նկատմամբ, սա ուղիղ բռնություն է սեփական ժողովրդի նկատմամբ, եւ իրեն իբրև թե ժողովրդավարություն բաստիոն հայտարարած երկրի ղեկավարը պիտի ընդունի, որ ինքը դիկտատոր է եւ ներկայումս դիկտատուրա է Հայաստանի Հանրապետություն, որտեղ մարդը ուղղակի այլակարծություն չի կարող ունենալ։ Տեսեք, դա կարող է խոսել մարդ, ով ընդհանրապես քաղաքականության հետ որևէ առնչություն չունի եւ չի հասկանում ինչ է նշանակում քաղաքականություն, որտեղ քաղաքականության մեջ միշտ կա երրորդ ճանապարհ։ Եվ այդ ճանապարհը դա դիվանագիտությունն է, միգուցե իրենց համար խորտ բառեր եմ ես ասում, քաղաքականությունն է, բանակցությունն է, այս մարդիկ ուղղակի չգիտեն դա ինչ է։ Եվ ըստ էության ես դեռևս ոչ թե հուսացած եմ, այլ կոչ եմ անում իրավապահ մարմիններին, եթե իրականում կա իրավապահ համակարգ Հայաստանի Հանրապետություն, հատկապես այսօրվա այդ անձի հայտարարությունների ժամանակ, մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների համար արագ ընդունել հաղորդում հանցագործությունների մասին, որտեղ ըստ էության այդ անձը արդեն մի քանի օր շարունակ, իսկ այսօր ավելի վստահաբար հայտարարություններ է անում իր կատարած հանցագործությունների համար, եւ հետեւաբար եթե կա Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես իրավական համակարգի դեռևս մնացած փշրանքներ, անմիջապես պիտի իրավական գործընթաց սկսեն, թե այդ անձի, թե իր հայտարարությունների վերաբերյալ։ Տիկին Հակոբյան, Նիկոլ Փաշինյանի արցախցուն փախածներ կոչելը ըստ ձեզ էմոցիոնալ պոռթկումի արդյունք էր, թե որևէ ենթատեքստ եք տեսնում։ Չէ, որևէ էմոցիոնալ պոռթկում չկա, որովհետև այդ անձը շատ հազվադեպ է էմոցիոնալ պոռթկումներ ունենում։ Իհարկե, արցախցիների մասով երբեմն իր այդ ատելությունը նաև արտահայտվում են հենց էմոցիաներով եւ ինքը հավասարակշռությունը կորցնում է։ Բայց փախած բառը դա իրենց տեխնոլոգիաներից մեկն է, որը իրենք պիտի կիրառեն, որով իրենք պիտի համոզեն Հայաստանի մեր հայրենակիցներին, որ ըստ էության մենք փախել ենք։ Տեսեք, ինքը այսօր իր հայտարարության մեջ ասում է, եւ դա իրականում անհասկանալի է, ինչպես կարող է երկրի ղեկավարը նման բան ասել, ասում է այնքան զենք կար,
մենք չգիտեմ ինչ հանձնաժողովի ժամանակ, չգիտեմ մեր հետախուզությունը հայտնել է, նախ սկսենք նրանից, որ այս երկրում արդեն իշխանությունների մեջ չկա մեկ անձ, ով օբյեկտիվ է, այս երկրում ուզում է դա հետախուզություն լինի, ուզում է իրավական համակարգ լինի, ինչ ուզում է լինի, ենթարկվում է մեկ անձի եւ կատարում է մեկ անձի պահանջները։ Հետևաբար իր արած այդ ենթադրությունները, նույնիսկ եթե նման հանձնաժողովներում ամրագրվել է, դրանք չեն կարող հիմք լինել։ Երկրորդը հասարակ տրամաբանություն է, հա, պարտադիր չի դրա համար երկրի ղեկավար լինել։ 120,000 օկուպացված Արցախում ապրող բնակչություն, որտեղ մեծ մասը դա կանայք, երեխաներ եւ ծերեր էին, նու ենթադրենք մի 20,000 կռվելու հնարավորություն ունեցող անձ այդ բնակչության մեջ, ասենք ինքը ինչպես է պատկերացնում, ամեն մեկը մի 10 զենք կարող էր մի ձեռքով բռնել, թե ինչպես իր, չգիտեմ, նախկին կիններ, թե ով էր ի վերջո այդ Էռատո ջոկատի հրամանատարը, զուգված զարդարված, որ գալիս էր ֆոտոներ էր անում 20 թվականին Արցախում, իբրև թե ինքը կռվում է, թե ինքը պատկերացնում էր, որ կինը իրականում այդպես կարող է անել, կինը պիտի զենքը վերցներ ու գնար կռվեր, Քավլիցի, եթե մենք կարողանայինք կամ մենք ունակ լինեինք դրանք, բնականաբար դա էլ էինք անելու, այսինքն ինչ է նշանակում անթիվան համար զենքը ենթադրենք 20,000 տղամարդը կարողանար կիրառել։ Այդ բոլոր տղամարդիկ ճակատում են եղել, այդ բոլոր տղամարդիկ պատերազմել են եւ մեր փախնելուց միայն կխոսի այն մարդը, ով այո նման իրավիճակում միանշանակ փախնելու է։ Եվ այս իշխանությունները Աստված մի արասը հայտնվեն նման իրավիճակում, հասկանալի է կին երեխա իրենց համար այդպիսի սրբություններ չկան, որ իրենց թիկունքում են, իրենք փախնելու են։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։